Հայրական տունը հասցե չէ։ Դա այն վայրն է, որտեղ ծնվել են քո առաջին երազանքները։ Այնտեղ քեզ ճանաչել են ավելի վաղ, քան դու կունենայիր ինքնակենսագրություն։ Դա այն պատոհանն է, որից աշխարհին նայում է քո նկարած առաջին արևը։ Դա եղբայրներիդ հետ կիսած շոկոլադի համն է, տատիկի թխած հացի բույրը, մորդ մատների միջով նախաճաշին փոխանցված սերն է։ Հորդ լուր, բայց ժպտացող համաձայնությունն է արկածների հետևից գնալու քո խնդրանքին։ Հայրական տունը ժամանակ չունի, թե անցյալը, թե ապագան ներկայի մեջ են, հավերժացած տան բոլոր անկյուններում։ Հայրական տունը հասցե չէ, ուր տանող ճանապարհն արհեստական բանականությունը կարող է չափել։ Դա այն դրախտն է, ուր մտնելիս այլևս չեն հարցնում, թե բա որտեղ էիր։ Պարզապես ասում են՝ եկար տղաս, ներս արի։ Թեկուզ 100 բանալիով փակված լինի դարպասը, դուռն այստեղ միշտ բաց է քեզ համար։ Ներս արի։ Համյուժը նաև տեղական արտադրողին ներկայացնելու, նրա որակով արտադրանքը սիրով օգտագործելու և հանրահռչակելու մասին է։ Երեմյան կաթնամթերքը Հայաստանում և տարածաշրջանում սերմից սեղան հայեցակարգով արտադրվող բացառիկ և բարձրակարգ կաթնամթերք է։ Այն արտադրվում է Տաշիրում տեղակայված մեծ ու գեղեցիկ սեփական ֆերմայում, որտեղ վերահսկվում է կաթի արտադրության ամբողջ շղթան։ Սերմը բերի հողում ցանելուց մինչև կերարտադրություն, կովերի խնամք, առողջություն, ավտոմատացված կիթ, անարատ կաթի տեղափոխում, գործարան։ Այսինքն արտադրվում է փակ շղթայով, բացառելով մարդկային գործոնը։ Երեմյան կաթն կարգի կաթ է, առանց գլուտենի, 100% բնական, անարատ և կարևորը ոչ միայն առողջարար, այլև սիրով ստեղծված։ Համյուժն այսօր կրկին Ներսես Ավետիսյանի հայրական տանն է։ Բացահայտելու ենք արքայական բնակավայրի հայկական համերն ու թանկագին հիշողությունները։ Պատրաստելու ենք իսկական տհալ, շատերի սիրած ղավուրման, սպասը և շատ համեղ աղցաններ Ներսեսի համով պատմությունների մատուցմամբ։ Մեծն Թումանյանն ասում էր, ինչը կհաղթի կյանքում հերոսին, թե չլինեն կինն ու գինին։ Երևի մի բան գիտեր Մեծն Թումանյանը, բայց ես կասեմ, ինչը կհաղթի որևէ կնոջ սիրտն ու հոգին, եթե չլինի բացառիկ, գեղեցիկ, համով, հոտով մարդը, տղամարդը, որը նաև գիտի պատրաստել։ Սա այդ դեպքը չի։ Լավ է, որ ասացիք։ Պատրաստել։ Ներսես Ավետիսյան, ներս հիմա մենք ներս արիում ենք, թե դու ես համյուժում։ Այսօր տանն ենք։ Այսօր տանն ենք, այո, ինչի համար շատ ուրախ եմ, նախ բարի գալուստ մեր տուն, ես իմ հայրական տունն է, իմ մեծ ընտանիքի տունն է, որը իմ համար պարզա չէ, որ սրբավայրի պես տեղ է, որ ես գալիս եմ ստեղ մաքրվելու, խաղաղվելու, ներդաշնակվելու, որտեղ վստահ եմ, որ կհամաձայնես, որ քաղաքային քաոսը մեզ մեկ-մեկ հասցնում է, չգիտեմ, կպչուն մտքերի գագաթնակետին, ու դրանցից փախչելու համար երևի, չգիտեմ, սա ինձ համար լավագույն լուծումն է։ Ներս գիտես, մենք որ մեքենայով գալիս էինք ճանապարհին ձեր տուն, մենք գտնվում ենք Գառնիում եւ այո, Ներսեսի հայրական տանը, հենց ճանապարհին էի խոսում, որ Գառնիում ծնված մարդը ունի հողի ուժը, արմատի ուժը, եւ երբ որ գնում է քաղաք, կարող է պահի տակ տկարանալ, հոգնել, որովհետեւ այդ քաոսը, աղմուկը, անընդհատ տարբեր անհամ խնդիրները իրապես կարող են խախտել մարդու ներդաշնակությունը։ Ու հենց դա էի մտածում, որ հավանաբար քո ներդաշնակությունն ու հավասարակշռությունը դու գտնում ես քո տանը այստեղ։ Միանշանակ, ու հիմա մի բան հիշեցի, որ ասացիր հողին մոտ լինելու հետ կապված, երբ Լիլիթի հետ նոր էինք սկսել շրջագայել, ես ինչ-որ անընդհատ ոտաբոբիկ էի ինչ-որ տեղերում, ու Լիլիթը ասում էր հարմար է, քեզ օքեյ է, չգիտեմ, ոտնատակերը չեն ցավում եւ այլն եւ այլն։ Մի 2 տարի անցավ, որ հիմա հետս ոտաբոբիկ Լիլիթը քայլի, որովհետեւ չգիտեմ, ես ստեղ մեծացել եմ ոտաբոբիկ ու կարծում եմ, որ մարդու ու բնության լավագույն կապը երևի այդ տարիքում է, ենթագիտակցությունում է դեռ սկսվում։
Ինչ եմ շատ ուրախ եմ, որ դա իմ կյանքում եղել է ու վստահ եմ, որ այդ հետո իմ ձևավորման process-ում շատ կարևոր ենթակետ է եղել։ Ես գիտեմ, որ դու Լիլիթի հետ հաճախ սնվում ես դրսերում։ Մարդ պիտի մի թերություն ունենա, թող սա լինի Ներսեսի միակ թերությունը Աստծո սիրուն, եւ ես որոշել եմ որպես շատ քեզ սիրող մարդ այդ խնդիրներդ լուծել ես։ Եվ ճիշտ է, շատ սիրում եմ հայկական պանիրները, լոռին, չանախը, թել պանիրը, մեր չեչիլ պանիրը, խորած, շատ եմ սիրում ուրցերով։ Դες գառնեցեմ խորած պետք է ասեմ, մոտ խորած է, հա, խորած։ Հայոց իրականության մեջ, ընդ որում դա ես չեմ ասում, Քավլիցի, ասում են լուրջ գիտնականներ համաշխարհային մասշտաբի, որ հայոց լեզվի հարստությունն է նաև մեր բարբառը։ Եվ հայոց լեզվի բարբառի պես էլ հարուստ է մեր խոհանոցը։ Մենք իհարկե այսօր ոչ միայն մեր խոհանոցին ենք անդրադառնալու, մենք ունենք Երեմյան կաթնամթերքի բացառիկ որակի կաթնամթերք այսօր եւ սիրով օգտվելու ենք նրանցից, որովհետեւ գիտենք, որ փակ շղթա է իրենց մոտ սերմի ցանելուց մինչեւ, այսինքն հողի մշակում սերմի ցանել, կերակրել, կաթը կթել, այդ ամբողջը փակ շղթայով է ու առանց հավելումների, գլուտենի, առանց արհեստական բաների, այսինքն մենք հենց հիմա մաքուր կատնային արտադրանքն ենք ներկայացնելու եւ ես առաջարկում եմ մի քիչ շեղվել հայ-իտալական ուղղությամբ եւ փորձել պատրաստել բուրատա կամ մոցարելայով աղցան։ Ես Ներսեսը ասում եմ, որ ինքը շատ համեղ սարքում է նրբերժիկով ձվածեղ։ Հա, այդ իմ այս պահին դեռևս լավագույն բլյուդն է, ասում ես կարող եմ առաջարկել մարդկանց, բայց քանի որ երկար տարիներ մենակ եմ ապրել, իսկապես կա ժամանակ, որ ես հույս ունեի, որ ես կդառնամ այդ տղամարդը, որ նաև խոհանոցում այդպես սուպեր ձեռք ունի։ Չստացվեց այդ իմ կյանքում։ Ամեն ինչ արջևում։ Այո։ Ներսես, նայր։ Նախ արի սկսենք մոցարելան դնենք մի կողմ, չնայած շատ լավն է, բայց այսօր եկեք բուրատայով պատրաստենք։ Բուրատան ավելի ջրիկ տարբերակն է։ Հա, խնդրում եմ, ես դժվար ծանր տղամարդկային գործեր դուք։ Այլ կամ բացելը փակել։ Ուզում եմ ասել, սկսուց չտապել, այս թասիկը հրաչը դրա համար էր դրել։ Մի հատ նայեք էլի։ Հիմա ես անելու եմ մի կարևոր բան։ Ուշադիր, նայ։ Նայ։ Գնաց։ Զգացիք, հասկացաք, այ սա է իսկական մի րոպե էլի, նայ, նյատ, տլպ։ Սա արի դնենք հիմա այստեղ, որ չփչացնենք, կամ կարող ենք դնել հետ իր ամանը, այսպես, հիմա։ Դու կարող ես, չէ կտրտել, արի, լոլիկները շերտ կտրտում ես, ոչ մի բարդ բան չկա։ Գիտես ինչ, կարևորը, որ մենք շատ չենք վերամշակում ես ամեն ինչը, խոհանոցում միշտ կա իմպրովիզ, սիրո պես է էլի։ Այդ բայց կարծում եմ պետք է ինչ-որ պահից դու տենց արդեն շատ լայն քեզ զգաս խոհանոցում, որ անցնես իմպրովիզի, չէ, որտեվ սկզբում օրինական, իրավական, ձվով սպանախ եմ լավ սարքում։ Էդ ինչ բան ես ասում, այդա պետք է ուտել։ Հա ու մեկ էլ մի բան եմ սարքում համով ձվով էլի, ուրեմն ծնեբեկ համեր, բայց մենք գյուղում ծնեբեկ չենք ասում, մենք ասում ենք մարաժո։ Ասա։ Ասա մարաժո։ Մարաժո։ Քեզ ինչ եղավ։ Բայց ես շատ եմ սիրում այդ բառը։ Մարաժո։ Հա, ու ինձ միշտ դզում է, որ ես Երևանում ընկերներիս մոտ ասում եմ, արի մենք գնանք սից լավ ձվով մարաժո ուտենք, ասում են ինչ։ Դե մարաժո էլի։ Մարոժնիոտա։ Հա, բայց ինչև չես ասում ծնեբեկ։ Նայր, արի խոստովանեմ, որ ծնեբեկը այնպես չի որ աշխարհի ամենալավ բառն է, ասպարագուսը քիչ թե շատ։ Բուրատա։ Բուրատան իտալական մոցարելա պանիրների տեսակի թարմ տարբերակն է։ Առաջին անգամ բուրատան պատրաստվել է 1920 թվականին Իտալիայի Անդրիա քաղաքից ոչ հեռու գտնվող Բյանկինի ֆերմայում։ Իր նուրբ համի շնորհիվ բուրատան շատ է սիրվել եւ արագ ճանաչում է ձեռք բերել ամբողջ աշխարհում։ Այն անգամ համարվում է դելիկատես։ Շատ նուրբ տեխնոլոգիայով պատրաստվող այս հրաշքը քիչ ընկերություններ են կարողանում ճիշտ պատրաստել։ Ինչպես Երեմյան կատնամթերքի ամբողջ տեսականին, նրանց բուրատան էլ անմահական է։ Պատրաստվում է Տաշիրի նորագույն ֆերմայի 100% բնական A կարգի կաթից։ Ներսեսի հետ այս նրբագույն պանրով էլ աղցան ենք պատրաստելու, իհարկե շատ նրբաճաշակ քիմքի համար։ Նայ, Ներս, սա իրականում իսկապես պարզ։ Հիմա իդեմս քեզ,
Հարգելի, սիրելի տղամարդիկ, ծնեբերքից անցում ենք անում մեր օրեր։ Վերցնում եք Երեմյանից այս հիանալի բուրատան, հիշեք, որ բուրատան կտրտելով չեն մատուցում, ցանկալի է մատուցել ամբողջական, որից հետո արդեն նոր կկտրտեք տեղում սեղանի, որովհետև մեջը ջրիկ է, էլի թափվելու է, այսպես սիրուն է իր կաթնային, պանջային խյուսը ներսի։ Ոնց որ իմպրովիզներ ես անում արդեն։ Ու եթե դուք ունեք հյուրեր, ռոմանտիկ հյուր, եւ չգիտեք ինչ պատրաստել, լոլիկ դե կա էլի, կտրտեք, ընդ որում բարակ, հաստ, ով ոնց կարող է։ Դրեք այս շատ համեղ բուրատան, մենք ունենք այստեղ նայր ձիթայուղ։ Գնացինք։ Մենք հիմա օծում ենք ձիթայուղ, ինչու, որովհետև լոլիկը ամեն դեպքում մի քիչ չորային է, էլի։ Այս մոտ այսպես, շատ թեթև։ Ես սրանից հետո տանը կարող եմ պատրաստել։ Վստահաբար, հիմա մենք կանենք մի քիչ պղպեղ, շատ թեթև պղպեղ եւ շատ քիչ աղ, ինչու։ Կան մարդիկ, որոնք սիրում են ուտել սա բալզամիկ սոուսով, այսինքն խիտ քացախով, լավ էսպես ասենք, մի քիչ աղով կհամեմենք եւ մեր բուրատայով աղցանը պատրաստ է։ Այս աղցանի կարևորագույն հումքը լոլիկը չէ, պանիրն է, բուրատա տեսակի պանիրը, որը Երեմյան կատնամթերքից կարող եք իր ամբողջական որակյալ 100%-ով բնական բոլոր օրգանական ու օգտակար հատկությունները ներսում պահված պանիրը ձեռք բերել եւ այս գեղեցիկ շքեղ աղցանը ներս հիանում։ կտրեիր այս պանիրը, համտեսեիր քո ձեռքերով պատրաստած իմ թեթև համեմած այս պարզ, բայց համեղ աղցանը եւ հասկանայիր, որ քո ամբողջ համն ու հոտը իրական քո մեջ է, ոչ թե նրա, թե ով է քեզ օգնել։ Հուսամ տենց այդ կունենամ այդ զգացողությունը դաս ուտելուց։ Ներսես, բրավո, կեցես, գժություն։ Համի ուժը ոչ թե բարդ կամ շատ բարդ, այլև պարզ, բայց ցանկությամբ կարևոր ուտեստների մեջ է։ Բարի ախորժակ, վայելեք։ Բուրատայով աղցանի համար անհրաժեշտ է Երեմյան կատնամթերքի բուրատա պանիր, լոլիկ չերի, ձիթայուղ, աղ, սև պղպեղ եւ սեր։ Լոլիկը կտրատում ենք, բայց չենք մանրացնում։ Դասավորում ենք ափսեի մեջ։ Ձևավորում ենք ռուկոլայի տերևներով, համեմում ենք աղով եւ պղպեղով։ Վրան ձիթայուղ ենք ցողում, ափսեի մեջտեղը թողնում ենք ազատ, որպեսզի բուրատան բազմի։ Այն կտրում ենք անմիջապես ուտելուց առաջ, որպեսզի թավշյա միջուկի նրբությունը չկորչի։ Մենք գտնվում ենք Ներսես Ավետիսյանի պատշգամբում։ Բառիս բուն իմաստով Ներսեսի պատշգամբն է սա, ընդ որում Ներսեսի հայրական տան, Ներսեսի մանկության տան ու Ներսեսի Ներսարիի պատշգամբում, որտեղ նա անում էր հայտնի ու շատ սիրված էջը տատիկի։ Տատիկների հետ էջը, հա, այստեղ ենք նկարում, իրականում 2 տարի նկարել ենք, բավականին երկար նկարել ենք ու չգիտեմ, ես շատ սիրում եմ այդ էջը, շատ ինչ-որ համով բան կար այդ ամենի մեջ իմ համար։ Մենք ունենք 2 տարբերակ։ Քամած մաց, չէ, քամած մածունի 1800 տարբերակ ունենք։ Էս էլի երկրորդ տարբերակն է, երբ որ ընկերներով հավաքվում եք ու ձեռքի տակ հատուկ ուտելիք չունես, բայց միշտ ունեն մենք, չէ՞, տանը մածուն։ Սիրում ես մածուն։ Միշտ։ Ընտիր։ Ես հիշում եմ մայրիկս մածուն էր մերում։ Այն 90-ականներից սկսած մերում էր։ Մի այսքան մերան տանը լիներ, հաստատ հայրս էլ էր այդ նույնը անում։ Ու մեր տանն ընդունված էր։ Հիմա դու քո արդար ձեռքով բացիր Երեմյան կաթից քամած մածունը բացառիկ օգտակարություններ ունի, վիտամինային ամբողջ շարքը մեջը կա, պահպանված առանց հավելումների, դե ընտիր հոտ։ Ես շատ սիրում եմ հենց Երեմյանի կատնամթերքը, առասարակ կատնամթերքը շատ ենք օգտագործում ու իսկապես իմ ամենասիրելի կատնամթերքն է։ Այս մածունի մասին շատ հետաքրքիր պատմություն կա։ Նայ, ներս ինչ ենք անելու, հիմա դու ինձ պիտի օգնես։ Հիմա ես ինչ ենք անելու, մի հատ երկու տարբերակ։ Մենք կարող ենք առանց սա խառնելու ուղակի դնել ափսեի մեջ, վրան անել նանա, ձիթայուղ ու այդպես, առանց ավելորդությունների։ Կարող ենք լցնել այստեղ, հետը խառնել ձեր այս գառնու հիանալի նանան, որ մեջը լինի։ Կուզենք վրան համեմենք, որ չխառնենք։ Դու ավելի փորձ ունես խոհանոցում, ոնց ասացի։ Շատ սովորական բան արեցինք, մենք ուղղակի փոսիկ եղեն արեցինք։ Հիմա վերցնենք կարմիր պղպեղը ներսես։
Ես պիտի սովորեմ, էլի, Էս մատուցման բան չի, նայ։ Լավ համեմում ես կարմիր պղպեղը։ Առանց ինչ որ ավելորդությունների։ Դու մածունի մասին պատմությունը գիտես։ Որ ուրեմն հայոց աշխարհ գալիս է օտար երկրներից մի թագավոր, չգիտեմ ինչ է լինում, ստամոքսը խանգարում է, ես ինչն է սխալ ուտում, թե մրցում է ճանապարհին, չգիտենք։ Գալիս է որ վատ է ստամոքսը, որպեսզի բուժեն, մածուն են տալիս որ ուտի։ Մածունը ուտում է, լավանում է, դուրը գալիս է, օրհնում է, մեծարում է, գնում է իր երկիր։ Հետո հետ է գալիս, նորից ասում է, վայ, փորս ցավում է, որը ուղղակի մածուն տան ուտի։ Ու փորացավ ունի արտահայտությունը հայոց մեջ, ասում են, որ մնում է այդ թագավորից հետո, որ ամեն անգամ գալիս էր ու առիթ էր գտնում մածուն ուտելու, ասում էր, որ փորացավը տասը, հա, ինչ ես ուզում է տեղից, հա։ Վաու։ Այսինքն ու կարծում եմ, որ խնդիր չկա, այս քեզ լավ սենց կմանրացնես։ Որ ասում է, եթե ունեք փորացավ մածուն կերեք, հա։ Հարցն ինչն է, որ մեր բոլոր ուտելիքները ունեն կոնկրետ պատումներ եւ մածունը այն ամենահայկական մթերքներից է, որը իհարկե չունի ապացուցման կարիք, բայց մենք պարտավոր ենք պահպանել, խոսել, ապացուցել այսօր ամեն ինչի մասին։ Հիմա նայ, բարդ բան չկար, մենք մածունը սիրուն տարածեցինք գեղեցիկ մատուցման համար։ Հիմա մի հատ ձիթ հայուղը վրան պատելով, այսպես անում ենք, կարելի է նաև խառնել հետը, բայց ես սիրում եմ այսպես, որով ուզենա առանցին այսպես տլպանի ու ուտի, հասկացար։ Ու հիմա դու դա անելու ես իմ աչքի առաջ։ Հիմա տլպացնելու եմ ուտեմ, հա։ Այո։ Այսքան խոսեցինք գառնից ու գառնու մասին, նայ ես ուզում եմ նաև քեզ պատմել, որ ես շատ երկար ուսումնասիրել եմ գառնի էներգետիկ կուտակումները առհասարակ, որտեղ գառնին տենց ուղակի բնակավայր չի էլի եւ մանավանդ Հայաստանի կյանքում ուղակի գյուղ չի։ Ես ուտեմ ասա։ Վաու։ Ինքնա։ Համովեր։ Ես ապարտ եմ եւ ինձ շատ գոհ։ Հա, ես շատ հեշտ էր էլի։ Շատ հեշտ է։ Նայ, նստած այն անիմաց չիփսեր, եսիմ ինչեր են ուտում։ Լավաշիկը վերցնում եք, կտրտում եք, մի կես վայրկյան դնում եք ջեռոցը, չգիտեմ, այդ մայքրովեյվ ասածը, ուր ուզում եք միկրոալիքային վառարանը, դնում եք մի վայրկյան հանում եք, թեթև չորային չորահացիկներ են դառնում եւ այսպես տլպ կերար ու վերջ, հագեցար, որակապես ճիշտ ուտելիք մտավ քո օրգանիզմ ու դու մենք այն ենք, ինչ մենք ուտում ենք։ Պետք է դադարենք աղբ ուտելուց, հետևաբար կդադարենք աղբ արտադրելուց։ Այո, շատ կարևոր է։ Այսպես սիրուն լավաշիկները բոլորենք, դնենք կողքը, վերցրու։ Հա, բայց ես քեզ պատմեմ գառնի էներգետիկ կուտակումներից, ուրեմն այս սարերը Պարզապես սաղ չափ չփել եմ ու տեսնում ես այն խաչը, հենց անմիջապես այդ Սուրբ Վարդանն է, որը մեր պատանեկության տարիների ընկերության ամենահաճախ գնաց սրբավայրերից էր ու մենք ուղղակի վրաններով գնում էինք այնտեղ, հենց այնտեղ գնում էինք, հետո ֆաները միացնում էի, մամային ասում էի, մամ մեծ բալկոնից կնայես, ես եմ քեզ լույս տալի հիմա ու մենք գառնին որպես այդպեսին 4 եկեղեցիներով է շրջապատված։ Այս մյուս կողմից երևում է ամենափրկիչ եկեղեցին, այստեղ տեսնում եք Սուրբ Վարդանը։ Մենք եկանք Սուրբ Աստվածածնով, որը այն կողմում Սուրբ Աստվածածինն է, մյուս մի քիչ ավելի ձախ որ նայես կտեսնես Հավուստար, այդպես են ասում, բայց մենք էլի ասում ենք ամենափրկիչ եկեղեցի դրան։ Ու մենք շատ ենք շրջել ընկերներով բնականաբար այս լեռնաշխարհով, հենց Գեղամա լեռների մեջ ու անբացատրելի էներգետիկ կուտակումներ կան ստեղ, որ ինչ որտեղ քայլելիս դու կարող ես քեզ թվա դե հիմա սարի վրա քայլում եմ, էլի ինչ կա, բայց ինչ որ բան է այդ պահին քո հետ կատարվում ու դու հասկանում ես, որ ստեղ ինչ որ բան կա, հենց հիմա այս 4 մետր քառակուսու վրա կլինի, 5 մետր քառակուսու վրա կլինի, կամ նույնը կա Գառնու տաճարի հետևի հատվածում, որտեղ բացվում է արդեն ազատի կիրճը, ու երբ դու գրավիտացիայից դուրս ես ուղղակի, որովհետև չկա ու այնտեղ մի հատ շատ սիրուն հատված կա երկրաշարժի ժամանակ ժայռը ճեղքվել է։ Սենց առաջ է եկել ընդհանուր ժայռերից։ Կախվել է։ Հա, ու եթե դու համարձակություն ունես քայլելով գնալ այդ ժայռի վրա, դու իսկապես այդ բային գրավիտացիայից դուրս ես, որովհետև քեզ ոչ մի բան էլ չի կապում հողի հետ։ Ու քո տակը ազատի կիրճն է, որը մի քանի 100 մետր է, մի խոսքով ու այդտեղ կան իսկապես ֆանտաստիկ էներգետիկ կուտակումներ։ Ներս ու նույնը օրինակ Գեղարդն է, որ գնում ես դեպի Գեղարդ, նախ այդ անձեռակերտ կիրճերը, ես ուրախ եմ, որ քեզ դուր եկավ, ապրես դու, տեմ ես քեզ։
Համեղեր։ Այս դիթայողը գիտես ինչով է լավ։ Մածունը, նանան, նախ նանան մարսողության համար գիտես ինչ լավ է, եւ նաեւ կարգավորում է ճնշումը, վերջը շատ կարեւոր ու լավ խոտ է։ Նանան, դաղցը մեր տարածաշրջանը ընդհանրապես լի է լրջագույն խոտաբույսերով։ Եվ ես այնքան ուրախ եմ, որ քեզպես երիտասարդները ոչ թե գնահատում են այդ էժան բառը չասեմ, այլ խորապես ապրում են իրենց երկրի ուժը, հարստությունը, սերը։ Եվ այդ սերը երևում է քո վերաբերմունքից յուրաքանչյուր հյուրիդ նկատմամբ, ոչ թե միայն այս տարածքի։ Ես եմ շնորհակալ, ներսս։ Տես։ Մի քիչ կողքից պոկրտեց, դե բայց ընտիր։ Այո։ Համեղ է։ Շատ համեղ, շատ արագ։ Արագ։ Հետո դու կարող ես ուղղակի իրար վրա բերել, խառնել ընդհանուր, դնել ու նույն կերպ ուտել, այսինքն ոչ մի բան չի փոխվում։ Ուղղակի մատուցման ժամանակ էսպես է գեղեցիկ ու առանձնահատուկ բան պետք չի։ Վերջում էլ պետք է այս լավաշիկով մտնել այս տարայի մեջ, լավ էս մածունները հանել, ուտել ու գնալ տներով։ Հիմա մեզ մոտ Գառնիում դաղց ուտելու սեզոնն է։ Ֆիզիկապես է անհնար է, որտեղ պիտի խորանայինք բավականին ներս, որպեսզի գտնեինք ու մեր կենցաղում, գառնեցիների կենցաղում մարտ-ապրիլ շրջանը նախ այն ժամանակի որ ես ավելի շատ էի գյուղում ու ժամանակ ունեի գյուղական կենցաղավարությամբ ապրելու, այս մամային առաջին ծաղիկ բերելու օրերն են այդ սարերից, բայց այն ընթացքում երբ որ դու ընկերներիդ հետ գնում ես դաղց ուտելու ու քո հետ տանում ես ընդհանրապես հաց, խաշած ձու, այսինքն լավ խաշած ձու ու աղ։ Այսինքն թարխունի փոխարեն դաղցն ես դնում ձուի հետ, այդ աշխարհի ամենա ֆանտաստիկ բրդուջներից մեկն է, որ կարելի է ուտել։ Դե ինչ, Համիուժը Ներս Ավետիսյանի Ներս Արիում է, նրա Գառնիում գտնվող հայրական մայրական տանը, եւ մենք շատ րոպեներ անց մեր շատ սիրելի Տիկին Գոհարի հետ պատրաստելու ենք աշխարհի ամենահամեղ ղավուրման հնարավոր է սպասը։ Ներսեսի օգնությամբ մյուս աղցանն էլ շատ արագ եւ դյուրին պատրաստեցինք։ Անհրաժեշտ են Երեմյան կատնամթերքի համեղ քամած մածունն ու տարբեր կանաչիներ։ Մածունի մեջ կանաչիների հետ կարելի է ավելացնել մանրացրած թարմ վարունգ։ Այս ամենը պետք է իհարկե ցողել ձիթայողով։ Պարզ, բայց շատ համեղ աղցանը հաստատ արժի ուտել հայկական, ավանդական, համեղագույն լավաշով։ Երեմյան կատնամթերքն իսկական բացահայտում էր մեզ համար։ Հայաստանում եւ տարածաշրջանում սերմից սեղան հայեցակարգով արտադրվող միակ բարձրակարգ կատնամթերքն է պարզվեց։ Այն արտադրվում է Տաշիրի բնության մեջ գտնվող նորագույն տեխնոլոգիաներով հագեցած ֆերմայում։ Այստեղ վերահսկվում է կաթի արտադրության ամբողջ շղթան։ Սերմը բերի հողերում ցանելուց մինչև կերի արտադրություն, կոբերի խնամք, առողջություն, ավտոմատացված կիթ, անարատ կաթի տեղափոխում գործարան եւ համեղագույն կատնամթերքի պատրաստում։ Փակ եւ վերահսկվող այս շղթան վստահության իսկական երաշխիք է։ Եվ այդ վստահությամբ էլ հիմա Տիկին Գոհարի հետ միասին Երեմյան կատնամթերքի մածնով հայկական անմահական սպաս ենք պատրաստելու։ Քանի որ մենք ունենք Երեմյան կաթի հիանալի որակի մածուն եւ թթվասեր, մենք անպայման ուզում ենք նաեւ եփել ավանդական հայկական համեղ սպասը, բայց չմոռանանք, որ մեր Գոհարը, ինչպես յուրաքանչյուր գեղեցիկ, շքեղ հայոց տանտիկին, ունի իր ձեռագրային մոտեցումը։ Հիմա մեզ օգնելու է նախ Ռոբը մեր թորն է։ Ռոբը մեր մեծ թորնիկն է։ Լավ ասած, չէ՞ մեր։ Մեր ավակ թորն է։ Սկսում ենք ձվից։ Այո։ Ռոբ ջան, խառնիր։ Խառնման։ Դու փաստորեն Լավ, հարի։ բան մասնագիտացել ես, էլի, դարձել ես իսկական։ Որտեվ այն օրերը Գոհարի հետ սարքում եմ։ Հա, այն օրերը։ Հա։ Որ օրերը։ Որ սպասի բաներ ենք ունենում, Գոհարը սարքում է, գալիս եմ իրան օգնում եմ։ Այդ շատ դուրս գալիս է, որ սպասի օրերին սարքում ես Գոհարի հետ։ Փաստորեն դու Գոհարին Լավ խառնում, Գոհար ես ասում, ոչ թե տատիկ։ Ինչ ես ասում Գոհարին։ Գոհար։ Գոհար։ Կարող եմ այդ գտալը խնդրել Գոհար ջան։ Որանց խնդրել։ Թթվասեր լցնում եք։ Միասին, հա։ Լցնեմ արդեն։ Օգնեմ ես մի հատ Ռոբից։ Չէ։ Չէ, թող Ռոբն անի։ Ռոբ, սկսի խառնել։ Ամբողջը լցնեմ Հա, Գոհար ջան։ Զգուշ։ Զգուշ բալես։ Ռոբ, ինձ էլ կօգնես, հետո մի քիչ որ մեծանաս։ Ես քեզ համար համեղ բաներ կպատրաստեմ։ Կօգնեմ։ Հա, ու կգաս ու կօգնես, միասին կուտենք համել։ Ահա։ Հիմա լցնում եմ մածունը, հա։ Այո։ Այլ ամբողջ լցրի։
Մի րոպե, Ռոբջան, ինչ լավ ես դու խառնում։ Մենք ձավարը նախապես եփել ենք, բայց ես ասեմ, եթե տանը չեք ունենում ձավար, պատահաբար, բայց ուզում եք ուտել սպաս եւ ունեք մածուն, մանավանդ այսքան լավ մածուն, բրենձով եփեք։ Շատ բարձ եւ շատ համեղ։ Մի քիչ ջուր չավելացնենք, Գոհար ջան, թե չէ։ Ջուրը վերջում ավելացնենք ու դնենք կրակին, հա։ Դուք Ձավարը լցնենք։ Լցնեմ հիմա։ Ռոբ խառնիր, օգնիր ինձ մի հատ մեծավարի հանգիստ, բայց դանդնային։ Գիտես ոնց պետք է, ոնց ես նկարում։ Հայաստանը ոնց ես նկարում, են գեղեցիկ եռագույն դրոշով։ Դանդաղ ու հանգիստ, չէ։ Այ հիմա այ այդպես, դու, ահա, ապրես, պատկերացրու ձեռքերումդ վրցինը։ Ամբողջը լցնեմ։ Այսքան շատ։ Ահա։ Վերջ, դե հիմա տեղափոխենք գազի վրա։ Դուք նանա չեք դնում սպասի մեջ։ Համեմ եմ անում, հիմնականում մանդակ։ Մանդակ։ Սպասի մեջ։ Էդ ինչ է տակրքիր բաներ, բայց Ու այսպես նեխուր։ սպասի մեջ։ Միաժամանակ չէ, կամ նրանից, կամ նրանից։ Բայց նեխուրը շատ որպես կանաչի, թե թեթև համեմի Չէ, շատ։ Այս շատ ինձ դուր եկավ, ուրեմն մենք ունենք սպասի նեխուրով տարբերակ, այդ հայկական տարբերակն է, ես երբեք չեմ կերել։ Մանդակով էլ է շատ համեղ։ Մանդակով։ Ես սիրում եմ մանդակը տապակած, վրան մածուն։ Բայց այ որ Չէ, սպասի մեջ, համեմի փոխարեն մանդակ։ Վերջ Ռոբջան։ Սա։ Հիմա նա ինչ ենք, այսպես ենք անում, զգուշորեն, որպեսզի չցայտի։ Սա դնում ենք այստեղ, չխանգարի, տանում ենք սա ուր, դրեցինք, օպա, կեցես դու։ Չփայտային բան պետք է լինի, էլի, որ Հա, չկտրվի։ փայտ օգն է, որ չկտրվի։ Ինչեր ենք իմանում, ինչեր։ Ես ճիշտն ասած առանց փայտի եմ, այսինքն փայտով եմ, Իսկ առաջներում լուցկի էին, չէ՞, բանանը։ Բայց ճիշտ եք ասում, գիտեք իմ շերեփները փայտային, այ ես նոր անդրադարձա։ Ես էլ ասում եմ, ինչի իմ սպասը երբեք չի կտրվում։ Ну, իհարկե կարևորը նաև որպեսզի ձեր ընտիր մածունը լինի ժամկետի մեջ։ Դա էլ Չնայած որ կարևոր ասենք չէ։ դնում ենք փայտային, բայց մեկը խառնում եմ, էլի ես։ Շարից Ինչև փորձանքից եղա, հեռու։ Դու ուրախ ես, որ ես եկել եմ։ Հա։ Շնորհակալ եմ։ Իսկ ես երջանիկ եմ, որ դու այստեղ ես ու մեզ օգնում ես։ Հայկական թանապուրի կամ սպասի բազմաթիվ բաղադրատոմսեր կան։ Հիմնական բաղադրիչը մածունը, ջուրը եւ աղն են։ Պատրաստվում է կարմիր կամ սպիտակ ձավարով, բրնձով, հաճարով, հաճախ կարող եք հանդիպել նաեւ հնդկաձավարով տարբերակը։ Հայտնի են նաև ոսպով, կաղամբով, իշխլի քյուֆթայով տարբերակները, մի առանձին զրույցի նյութ են խնոցութանն ու դրանով պատրաստած ապուրը։ Մի խոսքով, հայերի երևակայությունը եւ մածնով բազմապիսի ուտեստները իհարկե անփոխարինելի են։ Տիկին Գոհարի բաղադրատոմսով սպասի համար անհրաժեշտ է Երեմյան կատնամթերքի անարատ մածուն, մածունից կրկնակի շատ ջուր, 1-2-ի հարաբերությամբ, 1 հավկիթ, թթվասեր, աղ, կարակ, համեմ, սոխ, այսպիսով։ Ձուն եւ ալյուրը մի լավ հարենք, ավելացնենք թթվասեր եւ շարունակենք խառնել, մինչեւ որ ստացվի միատարր հարթ զանգված։ Այս խառնուրդը պետք է լցնել մածունի մեջ, անընդհատ խառնելով ավելացնում ենք ջուրն ու դնում մարմանդ կրակի վրա։ Մինչև եռալն անհրաժեշտ է անընդհատ խառնել, որ չկտրվի։ Երբ խառնուրդը սկսի տաքանալ, ավելացրեք նախապես եփած ձավարը։ Ըստ ձեր նախընտրության ավելացրեք կանաչին, համեմը, ուրցը, դաղցը եւ համեմունքներ։ Տիկին Գոհարը կարագը գցում է անմիջապես կրակն անջատելուց առաջ։ Գոհար ջան, ուրեմն իմ մանկության ամենավառ համերից է խավուրման, մայրիկիս սարքած։ Ասում են հիմա տհալ, այսինքն հալված յուղի մեջ մարինացված միսը, հա։ Տապակում ենք։ Այ ես չգիտեմ ոնց են սարքում խավուրման։ Հիմա պատկերացրեք, մեզ նայում են ապագա հարցներ, այդ ես չեմ։ Հա։ Այրանում ես։ Ապագա հարցներ, որոնք վստահ եմ ուզում են պատրաստել ճիշտ գրագետ տհալը խավուրման։ Ոնց են անում։ Ինչից ենք սկսում։ Ուրեմն նախ եւ առաջ պետք է հալենք յուղը, կարագը, լավ աղով կտրտենք դնենք։
Հալելուց հետո նոր նախորդ եփած միսը տապակենք։ Ինչ միս առատ ենք յուղի եփել։ մեջ։ Տավարի միս, առանց ոսկորի, փապկա միս, Փապկա տավարի միս։ փապկա միս։ Լավ եփել ենք Շատ միսը։ լավ աղարած, ինքը 2 օր աղի մեջ է մնացել, ոնց որ աղը կերել է, այդպես ասած։ Հա, լավ եփած միս, քամել եմ։ Ուղղակի պետքա հիմա յուղի մեջ տապակել։ Ինչի ենք Առատ մենք յուղով, 2 օր պահում աղի մեջ միսը, որ որ մաքրվի։ լավ, հա, այդ աղը քաշվի մսի մեջ ու ավելի համով լինի ու ապրի։ Ինքը պետքա երկար ապրի, էլի ձմռանը։ Հա, մարինացվի, որ առանց որևէ խնդրի Եթե մնա։ պատրաստում ենք աշնանը, դե մինչև գարուն պետքա օգտագործենք տահալը, որպեսզի չփչանա, չբորբոսնի, էլի, չծաղկի։ Այ քեզ հետաքրքիր բա, հայերը ամենակարևոր գաղտնիքները գիտեին, ասում են որպեսզի միսը ապրի։ Ինչ որ մեկին որ հարցնես կթվա թե հակառակն է, չէ՞, բայց փաստորեն միսը ապրեցնելու համար մենք իրեն պետք է հա աղապատենք, ճիշտ ստրուկտուրան ձևավորենք ու նաև հետո յուղապատենք։ Գոհար ջան, միսը ձեր կողմից, ասում եք կարագը մեր, Երեմյան կաթի կարագը 100%-անոց բնական է եւ առանց հավելումների ու ամենակարևորը կրկնակի սառեցում չի անցել։ Այսինքն մենք հիմա սրանից հալելու ենք այն անարատ յուղը։ Ես էլ եմ տանը յուղ հալում, ճիշտն ասած, բայց սիրով կնայեմ դուք ոնց եք անում, կսովոր։ Մենք աղլեցնելու ենք, էլի, հա։ Հիմա կտրտում ենք Երեմյան կաթից մեր հիանալի որակով կարագը։ Իհարկե սա կարելի է հենց այնպես էլ քսել հացին ուտել, բայց մենք հիմա ուզում ենք տհալը ճիշտ պատրաստել։ Չպիտի հալվելիս դնենք աղը։ Չէ, պետքա լցնենք, աղենք, ինքը պիտի մնա մի քիչ, մի որոշ ժամանակ։ Դե եթե ասենք ճիշտը անենք, էլի։ Այսինքն Եթե յուղը ձմռան համար ենք անում, յուղը հալում ենք, մնում է ինքը 2 օր։ Գոհար ջան, բա ոնց ենք իմանում քանի գտալ կամ որքան Դե աղբեցին։ այտենց լավ աղենք, աչքաչափով էլի, դե հայկանայք իմ կարծիքով։ Աչքաչափ։ Բոլորը աչքաչափով են։ Հա, ես կողմ եմ դրան։ Կարագի վրա մանր ցանկալի է կտրտած կարագի վրա լցնում ենք աղը ու թողնում ենք 2 օր։ Ինքն իրենով աղի հետ ռեակցիաներ է ունենում, որից Ու հետո դնում ենք մարմանդ կրակի վրա, հալվում է։ Այդ վրայի սիրուն յուղը արդեն քամում ենք, այն տակի մնացածը կոչվում է հալիճք։ Այդ հալիճք։ Առաջներում, ասենք մեծերը դրանով գաթա են սարքում կամ թեկուզ հաց։ Եթե քաղցրով անեինք, գաթա կստացվեր, եթե առանց քաղցրի, հաց։ Բայց դե հիմա իսկ աղի չի լինում այդ հալիճքը։ չէ։ Բայց բարի ստուգաբանությունը հասկացաք, չէ՞, հալված ներքև իջած։ Հալիճք։ Հալված մասներ։ Ինչ ընտիր կարակ է ճիշտն ասած։ Այսքան սիրուն էս ամեն ինչը։ Հիմա տեսեք։ Հարգելի համի ուժյան հանդիսատես։ Քանի որ 2 օր պետք է էս արդար կարագը մնա ու դառնա ավելի արդար յուղ, մենք հիմա չենք ուզում անհանգստացնել։ Մենք ունենք արդեն նախապես քաշած, համեղ, արդար յուղը։ Հիմա դրանով կպատրաստենք տհալը, որպեսզի սա իր 2 օրը պահի, մնա, հետո կգամ մենք իրար հետ այս յուղի հարցերը իրար կլուծենք էլի։ Հիմա դնեմ են կողմ, որ մնա, սիրուն մարինացվի։ Գնացինք առաջ, յուղը։ Արդեն ես զգում եմ։ Հետո ես ինչով է հարմար, որ ասենք տանը հյուր է լինում։ Մի անգամից պատրաստի տհալը հանում ես, իսկի չես էլ տաքացում, պահի տակ։ Հյուր, երեխաները, հա։ Շատ ոնցի։ Իրականում էս ամենաճիշտ տարբեր ու կարելի է պահածոյացնել, չէ՞ Գոհար։ Այո, եթե աշնանն ենք անում, այտենց տարաների մեջ ապակյա պահածոյացնում են, մինչև գարուն։ Ինչքան ուզում ես պահի։ Իսկ 2 տարի կարող ենք պահել։ Այդ չեմ փորձել, որտեվ չի մնում։ Չի մնում։ Այն լանլույս տարիներին ես հիշում եմ, հենց գտնում էինք մի ավել բան կա, այնքան էինք ուրախանում, որ ուտելիք կա։ Տհալ, ղավուրմա։ Տհալն առանձին ուտեստ անվանելը դժվար է, քանի որ այն ավելի շատ պահածոյացման մի յուրօրինակ եղանակ է։
Հայ կանայք ամբողջ տարվա ընթացքում սննդամթերքը պահպանելու, տարբեր եղանակներ մշակելու գերբնական շնորհ են ունեցել։ Ամռան ընթացքում առատ սննդամթերքը պահելու 1000 ու մի տարբերակ կա։ Մրգերը չորացրել են, ճիր ու չամիչ են պատրաստել, մածունը քամել եւ արևի տակ չորաթան են ստացել։ Իսկ միսն էլ առատ յուղով են պահածոյացրել, կավե ամանների մեջ են դրել ու պահել են վայելելով ձմռանը, երբ մսեղենն արդեն առատ չէր։ Ինձ միշտ թվացել է, թե տհալ պատրաստելը շատ բարդ մի բան է։ Այսօր եկել եմ պարզելու դրա գաղտնիքն ու համի ուժը։ Իդեպ տհալը իմ մանկության համերից էր։ Մայրիկս շատ համեղ էր պատրաստում։ Այ այստեղ ցանկալի մատները զգուշ լինել, որ չվառեք մատներից։ Հատ ոնց շարել եմ, այ այդպես, հատ, շուռ ենք տալիս, իսկում եք չէ, որ մսի գույնը փոխվում է յուղի մեջ ճտալուց, կանգնում եք անվտանգ հեռավորության վրա, նոր եք անում ես ամենը, Ասպես։ Ժողովուրդ, ուրեմն նայեք, քանի որ պահը եկել է մեր տհալի, հատ մենք դասավորում ենք, ինչը սխալ անեմ ինձ կասեք, էլի Գոհար ջան։ Շատ ճիշտ է։ Հատ դասավորելու ենք ներսում, ցանկալի է ոչ շատ արանքներով, ճիշտ եմ, չէ։ Որ յուղը լցվի։ Որ յուղը արանքներում լցվի ու մի տեսակ մարինացնի։ Շնորհակալ եմ։ Ուրեմն տհալը սարքում էին աշնանը, հա, որպեսզի ձմեռն անցներ ուտեին ձմռանը, հա, ճիշտ է։ Դե առաջներում ամեն ինչ շատով էին, չէ՞, անում, ասենք, պարկով ալյուր, վերմիշելը պարկով, արվում էին։ Կարտոֆիլները պարկով։ Կարտոֆիլը պարտադիր, դե մինչև հիմա է պարկով այգիվերի։ Ժողովուրդ, ուրեմն ապրուստ է, ապահովում էի։ Ուրեմն այսպես, այս միսը պետք է ծածկվի յուղով այնքան, որ ամբողջությամբ գլխիկը ծածկվի։ Կարող եք շատ անել յուղից վնաս չկա։ Ոնց է աչքաչափը։ Գերազանց։ Գերազանց։ Անեմ էլի այդ, հա, էլի սիրում եմ այդ գործը։ Զգուշ եւ շատ հանգիստ, համոզելով, սիրելով։ Հոպլա։ Աչքաչափերի տիրուհին ենք մենք։ Ահա այն ամենը, ինչ պետք է իմանալ այս պահի մասին։ Այսպիսով մեր տհալը եռման վիճակում նախնական պատրաստ է։ Կարող եք չդիմանալ, եռման հանել, ուտել, վառվել, բայց չարժի։ Ավելավ է սպասել, սառչի, հետո հանել, կտրտել ինչ սիրած սոխը եւ մատուցել։ Գեղեցկություն։ Վերջ։ Գոհար ջան։ Անտիրեր։ Հա, ես վաղուց ուզում եի սարքել մեր համի ուժի ընթացքին տհալ, թե չէ այնպես պատրաստած կերել ենք, վայելել ենք շատ, բայց այս պետք էր։ Մեր շատ երիտասարդ լավ հետևորդներ ունենք, որոնք արդեն վերադառնում են ավանդական հայկական ուտեստներին, եւ սա ամենալավ բանն է, եւ լավ եւ վատ օրերի։ Այսպիսով, ղավուրմա կամ տհալ պատրաստելու համար անհրաժեշտ է տավարի միս, որը լավ լվանում ենք, 1-ից 2 օր պահում ենք աղի մեջ։ Ապա նորից լվանում ենք ու թողնում, որ լավ քամվի։ Այնուհետև միսը եփում ենք, ոսկրահան անում եւ սկսում ենք տապակել առատ յուղի մեջ։ Մեր դեպքում արդար յուղը ստանում ենք Երեմյան կաթնամթերքի կարագից։ Կարագից յուղ ստանալը փոքրիկ կախարդանք է խոհանոցում։ Կարագը կացայի մեջ աչքիդ առաջ սկսում է շերտավորվել, վերևում փրփուր, տակը նստվածք, իսկ մեջտեղում մաքուր ոսկեգույն անարատ յուղը։
Հավաքում ենք փրփուրը, վերցնում մաքուր յուղն ու ստանում մի բան, որն ավելի մաքուր է, ավելի նուրբ ու դիմացկուն, քան սովորական կարագը։ Այսպիսով էլ ծնվում է ջրազերծված անարատ յուղը։ Միսը տապակելուց հետո լցնում ենք տարայի մեջ եւ մի լավ սեղմում։ Վրան լցնում ենք այնքան յուղ, որ միսը լրիվ ծածկվի։ Պահում ենք սառը տեղում։ Մենք շարունակելու ենք ճամփորդել ամեն հանդիպման ժամանակ ինքներս մեզ նորովի բացահայտելով եւ վերարժևորելով։ Շնորհակալ ենք, որ մեզ հետ եք, գրում եք, հետևում եք, ակտիվորեն մասնակցում եք։ Թողեք մեկնաբանություններում, թե որ երկրից եք նայում եւ որն է ձեր սիրելի բաղադրատոմսը։ Իսկ մենք կհանդիպենք համի ուժի անծայրածիր սահմաններում։ Առայժմ